Աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին ասում եմ ողջույն։ Թանկագիններս, ես այժմ պատրաստվում եմ տանից դուրս գալ, բայց ուրեմն մի քանի հատ ֆուտբոլկաներ էին ինձ պատվիրել։ Անկեղծ չգիտեմ ինչով եմ մտածել, որ պատվիրել եմ L չափսը, երբ որ ես հագնում եմ M։ Ամենօրյա հագնելու։ Իրենք ին վրա oversize-ի պես են, ասես թույլ նստում են, որը ինձ հետ բավական հարմարավետ է երեխայի հետ։ Մի խոսքով սա, մյուսը սա, այստեղ թույլ գրություն ունի, իհարկե սրանք արդուկած չեն, ես պարզապես իրենց տուփի մեջից դեռ ընդամենը հանել եմ։ Իսկ մյուսը սա, որին շատ եմ սիրել, շատ հավես է։ Հիմա սա փորձելու եմ համադրել ջինսե շորտի հետ։ Գժվում եմ շորտերի համար։ Շորտը եւս մեծ է իմ հագով։ Մենք էլ կօգտագործենք գոտի համ սիրուն աքսեսուար, համ կլրացնի։ Այսպես է ստացվում։ Հիմա լուքը պետքա ամբողջացնել։ Սպիտակ նասկի, սպիտակ բոթաս։ Քիչ անց կգնանք միջանցք, ես ձեզ արդեն ընդհանուր sense ոտքից գլուխ ցույց կտամ։ Ցանենք մի հատ հələ որ օծանելիք։ Աքսեսուար, էլի աքսեսուար։ Սրտիկը ոնց որ սրտիկի հետ սազում եմ։ Մազերս լավ, ինչ անեմ։ Պայուսակ։ Հələ մազերս չեմ սարքել, պայուսակը արդեն կախնում։ Թանկագիններս հիմա փորձեմ ձեզ ամբողջապես ցույց տալ իմ լուքը։ Բոթասներս չի երևում, կարևորը վահանն է մեջ է երևում, մի քիչ իջացնենք։ Այսենց։ Ոնց անեմ լավ, որ ամբողջապես տեսնեք, այսպես թեք որ դնեմ կտեղավորվեմ կադրի մեջ։ Հարգելիներս մի բան ասեմ, չծիծաղեք, բայց ես հակա պատրաստվեցի, արդեն պետք է տնից դուրս գանք, զանգեց Վահանիս մասնագետն, ասեց, որ այսօրվա մեր պարապմունքը չի լինելու, տեղափոխվելու է մեկ այլ օր։ Կարճ ասած, իմ այսօրվա լուքով ես չկարողացա շլացնել այս աշխարհին այսօր։ Մենք մեր բակը արդեն լիարժեք գործածում ենք, գրեթե ամբողջ օր արդեն մեր բակում ենք, բայց մի հատ շատ վատ բան ա եղել։ Ռետինե խողովակը, այդ ռետինե խողովակից եթե ունեցողներ կան, պատկերացնում ենք, կարճ ռետինե խողովակը հենց ջուրի միացնից երկարում դառնում է մի քանի մետր, սենց են, որ առաջին հարկից ի վիճակի ենք ջուրի միացնել, հանել երկրորդ հարկ ու լվանալ, մաքրել։ Հիմա ամեն ինչը, աթոռներ, սեղան, ճոճանակը, մի խոսքով կահավորանք, այսպես ասեմ, երկրորդ հարկի բաց պատշգամբի շատ կեղտոտ փոշոտ վիճակում է, պարզ է, որ ամբողջ ձմեռ մնացել է դրսում, քամի, փոշի, փոթորիկ եւ այլն, դրանք պետքա անպայման լվալ, մաքրել, որ կարողանանք օգտագործենք այդ մեր շլանգը, արդեն բերում ենք, որ օգտագործենք, հասկանում ենք, որ չօգտագործվելուց ծակվել է, նաև գիտակցում եմ, որ սխալ պահպանման արդյունք է դա։ Ես կարծել էի, թե Անդրանիկն է դա հավաքել տեղավորել, Անդրանիկը կարծել է, որ ես եմ հավաքել տեղավորել, արդյունքում ուղղակի սենց թողել ենք մեր առաջին հարկի բաղնիքում ամբողջ ձմեռ, դրա համար տենց է եղել։ Որոշեցինք այսուհետ, որ դրսի հետ կապված բոլոր իրերով կզբաղվի Անդրանիկը, պատասխանատվությունը Անդրանիկին լինելու, որովհետև ամեն մեկս պետք է իմանանք ինչի համար ենք պատասխանատու։ Տեսեք, օրինակ ես մտածել եմ, որ դա Անդրանիկն է հավաքելու, ռետինե խողովակը հաստատ Անդրանիկը կհավաքի ու հանգիստ եմ եղել այդ ուղղությամբ։ Դե ամբողջ ձմեռ առաջին հարկի լոգարանից ոչ մեկ չի օգտվում, որ մտնենք ներս ու տեսնենք, փակել, այնտեղ ջուրմուր ամեն ինչ փակած անջատած է, որ չսարսակալի եւ պայթի։ Անդրանիկն էլ կարծել է, որ դե ես հայատները ավլում, մաքրում, հավաքում եմ ձմեռվա սկիզբ, որպեսզի մտնենք խորը ձմեռ, հաստատ ես եմ հավաքել այդ ռետինե խողովակը, այսինքն երկուսս էլ թողել ենք իրար վրա եւ մեր անպատասխանատվության արդյունքում փչացավ։ Հիմա մի հատ աթոռ եմ ընդամենը հանել, երկու հատ աթոռ լվացել, մաքրել եմ, այնքան որ ես ու տատիկը կարողանանք նստել բաց պատշգամբում, սեղանը Վահանը ստիպեց, որ բերենք, ուրիշ ոչ մի բան չենք անել, օգտվում ենք պատշգամբից, բայց դեռ ճոճանակ չենք անել, մինչև Անդրանիկը պատվիրել այդ խողովակից նորը գա, որ սիրուն արդեն մաքրություն անենք։ Մի խոսքով տենց։ Վահանի դրսի հողաթափերը դեղին, այսպես սեղանի վրա երեք Վահանը մեծ, չգիտեմ ինչ էր կազմակերպել, այս երկու աթոռիկը,
չորանոցը, բայց չորանոցը ստեղից տանելու եմ մեր փոքր պատշգամբ դեպի փողոց նայող, համ ստեղ քիչ գույք լինի, որտեվ սովորաբար այստեղ նաև լողավազանել ենք տեղադրում, արդեն այն թեժ ժամրանը, հետո Անդրեվանոցը բան բացում ենք, այս հովանոցը արդեն լրիվ բացում ենք, մի խոսքով պետքա որ դատարկ լինի, բայց այս պահին քան դեռ չենք կահավորել տղես, իմ տղեն էլ էր հոգնվել, պոտրոստվել, սիրում բումայի շորերով, որ գնար, այն էլ տղիս պարապմունքը չեղյալ հայտարարվեց։ Թանկագիններս եկավ այն մեր ամենասիրելի պահը վերջին շրջանում, ինչու եմ ասում ամենասիրելի, քանի որ հետևորդներս հաճախ գրում են ինձ նամակներով, մեկնաբանություններ են գրում, ինչին շատ ուրախացնում է, որ այս համով աղցանը նման բաներ որ սարքում, դա իրենց էլ է մոտիվացնում, որ թեթև սնվեն, առողջ սնվեն։ Հա, նշեմ, որ ես նիհարելու կուրսեր չեմ վարում, ես այդ գիտելիքները չունեմ էլ, պարզապես ես այդ կիսվում եմ, թե ինչպես առողջ եւ թեթև սնվել։ Ու քանի որ դա փաստորեն իմ հետևորդներին շատ դուր է գալիս, ես այսօր հերթական անգամ ցույց եմ տալու, թե այսօր ինչ եմ պատրաստելու իմ համար։ Ավոկադոն կեսը, հələ կեսից էլ քիչն է ինձ պետք գալու։ Իմիջիայլոց մի հատ լայֆ հակ, 3 ես գնել էի այս ավոկադոն, խակ էր դեռ։ Բավական է իրան դնել 2-3 խնձորի հետ 1 տոպրակի մեջ ու փաթաթել, արդեն հաջորդ օրը լավ հասած է։ Գոնե այնքան, որ հնարավոր լինի իրեն տրորել։ Այս 2 հացը դնում եմ օդային տապակիչով խրթխրթացնեմ։ Հետո մեզ պետքա գալու սոխ մի քիչ։ Լավ, մանրացնում ենք սոխը։ Հազարի տերևներ։ Շատ մանր։ Եվս տրորելու ենք կաթնաշոռային պանիր։ Լցնում ենք աղ, բնականաբար, ձեթ և սև պղպեղ։ Տրորում ենք։ Վերցնում եմ խրթխրթան հացը և պարզապես մեր ստացված համեղ զանգվածը քսում եմ այստեղ իմիջիայլոց, երևի տեսել եք սուպերմարկետներում վաճառվում են հացիկներ, որոնք նախատեսված են աղցանի համար, ասենց կլոր ամանի նման ոնց որ հացիկներ լինեն։ Այս նույն բանը դնում ենք դրա մեջ ու սառը վիճակում բնականաբար մատուցում ենք որպես աղցան, սեղանին դնում ենք որպես աղցան։ Շատ համեղ է լինում, հյուրերը վստահաբար գոհ կմնան։ Սա մեկ։ Հիմա մի հատ է, բայց փափուկ հացի վրա տատիկին կտամ։ Այս կողմի վրա լոլիկ կդնեմ, այսենց, մեկ էլ այս բուջուր պղպեղը, հենց սենց, էլ չեմ էլ կտրտի, քանի որ փոքր է։ Այս համեղ նախաճաշի հետ իդեալական կլինի նաև պատրաստել սուրճ, բայց ես ուզում էի կաթով սուրճ պատրաստել, այս տեսակ սուրճերի փոխարեն, քանի որ այս տեսակ սուրճերը իրենց մեջ պարունակում են շաքար, արհեստական, կաթի փոշի, կաթի փոխարեն, ես կպատրաստեմ ավելի առողջը։ Դրա համար վերցնում ենք մեր այս չքնաղագույն բաժակը, լցնում ենք սովորական կաթ։ Այսքանը բավական է։ Իմ սիրելի Նեսկաֆեն, այս Նեսկաֆեից ունենք մի քանի տեսակը, սա կարամելային համունի։ Սենց ավելացրել ենք։ Եվ քանի որ ես բոլոր տեղերում շաքարավազը այլևս փոխարինում եմ մեղրով, սա տնական մեղրաքեռիս, այստեղ եւս լցնում ենք մեղր։ Քանի որ կաթը սառն է, մեղրի արկայությունը այստեղ բացասական չի դրական ազդելու։ Ու ծփում ենք։ Պարբերաբար սա իջացնում ենք ամենաներքևը, փնտրում ենք մեղրի գնդիկները ու հարում ենք, որտեղ մեղրը ծանր է ու պինդ վիճակում է ինչպես տեսակ, քանի որ այդ մեղրն ունեմ անցած տարվանից, դրա համար էլ տրորում ենք, որ օգնենք հեշտ լուծվի։ Կարծես թե վերջ։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ մի հատ բան, մի հատ սեր, որը վերջերս ենք ձեռք բերել։ Նայեք ինչ լավն է, տարա սառույցի համար, բայց չգիտեմ Անդրանիկը որ տնտեսական խանութ սառել, ուրեմն այս վերևի հատվածում այսպես լցնում ենք ջուրը, դնում ենք սառում է 2 հարկա, եթե տեսնում եք։
Հետո քանի որ մամեջը լիքնա չեմ կարող դա անել, սա շուռ ենք տալիս, այս կափարչը դնում ենք վրան, սա սենց սկսում ենք սեղմել, այդ սառույցները ամբողջությամբ լցվում են ներքևի հատվածում։ Ունի այսպես դարակ, նայեք, որը լի է սառույցներով, ումի այսպես սիրուն։ Նայեք, այսպես վերցնում ենք ու լցում տվյալ պարագայում մեր սուրճի մեջ։ Այս էլ իմ սառույցով բացարձակ անվնաս անմահական համեղ, նշեմ, որ ես կաթ տանել չեմ կարողանում, բայց սառը վիճակով այս սուրճի հետ անմահական է։ Այս կափարիչն էլ դրեցինք, դեր թանկագիններս տեղափոխվենք դուրս, համել ես ձեզ կասեմ, թե շաքարի բացակայությունը իմ օրգանիզմում հեչ ինչերի է հանգեցրել։ Ինձ շատերի մոտ տպավորություններ ստեղծել, որ ես իրականում հրաժարվում եմ սպիտակ հացից եւ շաքարից, որպեսզի քաշ գցեմ։ Տանել չեմ կարողանում, երբ որ ուտելով ենք խոսում տեսախցիկի առաջ, բայց այսօր եկեք մուկբան կանենք, ոչինչ լավ, ամեն ինչ չի, որ ինձ սրտով պետքա լինի։ Ուրեմն իրականում ոչ, ես քաշ չեմ գցում եւ նաեւ իմ հետևորդներին այդ հորդորները տալ չեմ կարող, քանի որ ես դրա մասնագետը չեմ։ Մի շատ լավ աղջկա եմ ճանաչում, Անդրանիկի բարեկամուհին է, Instagram-ում էջավարում, ինքը լիցենզավորված սննդաբան է, իր արդյունքներն էլ ապահովված հրաշալի են։ Եթե դուք նման ցանկություն եք, կարող եմ ուղղորդել իր էջ, ինձ գրեք, ես ձեզ կտրամադրեմ իր էջը, այդպես, բայց ես դեռ դիետաներ բաներից գլուխ չեմ անում։ Հիմա հրաժարվել եմ արհեստական շաքարից, քանի որ մաշկից վրա շատ վատ անդրադարձություն էր։ Ես ոնց որ ծերացնում եմ, շաքարավազը ծերացնում եմ։ Գումարած դրան շաքարը կախվածություն էլ է ստեղծում, այսինքն ինչքան դու շատ ես ուտում շաքարավազ, ինքը քեզանց ավելի է պահանջում, որ դու տես, հետևաբար դու ավելի շատ ես ուտում։ Իմաստը որն է, մի տեսակ 30 տարեկանից այն կողմ հարգել հետևորդներ, շատ պետք է ուշադրություն դարձնել տենց բաներին։ Արդեն ամեն մի սխալ օգտագործած մթերք, սխալ ապրելակերպ բացասական անդրադարձ ունեն քո վրա։ Անկեղծ եմ ասում, մի քանի անգամ իր համով եւ օգտակարությամբ ծալած ունի այդ տեսակ սուրճերին։ Շաքարավազի բացակայությունը նաեւ նպաստում է, որ տրամադրությունդ միշտ շատ հանգիստ լինի, որովհետեւ շաքարավազը քաղցր առհասարակ միանգամից տրամադրություն բարձրացնելու չէ եւ էներգիայով լցնելու հատկություն ունի, բայց դա շատ արագ էլ անցնում է։ Իսկ երբ որ դու արհեստական շաքար չես օգտագործում, միշտ ստաբիլ, հանգիստ կառավարում ես ինքդ քո էմոցիաները եւ դրական զգացողությունները, գումարած դրան համայն զգացողությունը շատ փոխվում է։ Հիշում եք, ես ձեզ վերջերս ասացի, որ ծանր կերակուրներ մի տեսակ տհաճությամբ եմ ուտում։ Ինձ հաճելի է ասես թեթև սնունդը այսուհետ, եւ ես դա կապում եմ անմիջապես արհեստական շաքարի բացակայության հետ։ Արհեստական շաքարը առհասարակ թմրացնում է լեզվի զգայական համերը, ու դու չես կարողանում այն մանր ավելի հաճելի եւ ավելի ճիշտ համերը տարբերակել։ Իսկ երբ որ շաքարը ընդհանրապես հանում ես, ամեն ինչ sense պարզվում է համայն առնով քո համար, ու դու իրոք սկսում ես ձգտել առողջ ավելի համեղ սննդի։ Հիմա այս ուղղակի իրաշքա։ Հետանիվ, եթե զգացել եք վերջերս չեմ վարում, որովհետեւ ոտքս ահավոր վնասել էի։ Մի անգամից շատ ծանր սկսեցի մարզումների, հենց նոր մի քանի օր էի վերսկսել, քշեցի, հասա աշխարհի ծերը, ինչի արդյունքում շատ ուժեղ վնասեցի, դրա համար հիմա դադար եմ տվել, մի հատ հանգստանա, հետո փոքր սկսեմ։ Համացանցով մոտս բերեց շոկոլադեպատ ելակներ, ոյ նենց սիրտս քաշեց, որ ես որոշեցի շատ արագ կազմակերպեմ։ Մենակ մի բանն ա վատ, որ տանը իմ ունեցած շոկոլադը դառը շոկոլադ է, չգիտեմ ոնց կլինի։ Ամեն դեպքում ելակները դրված են աղաջրի մեջ, բայց ահագին ժամանակա մեջն են։ Հիմա կհանեմ։ Ահա մեր ելակները։ Հիմա այն ամբողջապես կչորացնեմ ու արդեն շոկոլադը հալեցնեմ եւ ընդամենը ելակները թաթախեմ շոկոլադների մեջ։ Հիմա տեսնենք, թե ինձ մոտ որքանով կստացվի։ Ոնց անեմ, որ ես ելակի մեջ չգնան հասնեն մինչև ես եմ որտեղ։
Ой, это что? Սա ելանք է շոկոլադի պատ։ Քանի որ ես զարդարելուց 0 եմ հարգելի հետևորդներ, այնքան որ շոկոլադի գնդիկներից լցրեցի, ստեղ մի հատը պոկվեց ընկավ, էլի դրեցին դեղ։ Մի խոսքով հիմա սա կտեղափոխենք սառնարան, կսառի ու կվայելենք, ես էլ ոնց որ մեջիս այդ ցանկությունը կհամարեմ մարված։ Դե ինչ թանկագիններս փորձենք։ Այս երկուսը վերցրեցի դրեցի ափսեի վրա։ Շատ խնդալու տեսք ունեն, բայց կարևորը համը լինի լավ։ Խնդացող ովքեր են իմ հետևորդները, դուք խնդացեք ձեզ ամեն ինչ կարելի է հարգելներս։ Հիմա փորձենք համը, լավ, համն է իրական, մեկա ոչ վաճառում ենք, ոչ էլ հյուրասիրում մեկ այլ մարդու։ Ես ինչ որ բան սխալ եմ չի արել, որ շոկոլադը պոկվեց վրա հետ։ Ոնց պետք է սարքեմ, որ տենց չլինի։ Իմ տղեն այսօր ծնունդի է մասնակցել մանկապարտեզում։ Տարեդարձեր այսօր Վահան։ Happy birthday to you. Happy birthday to you. Հիմա Վահանը գզում է իմ տեսախցիկը հարգելի հետևորդներ։ Լավ։ Դե ինչ թանկագիններս այսքանը։ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում այս վլոգը մինչև վերջ դիտելու համար։ Հուսով եմ հետաքրքիր էր, ձեզ դուր եկավ։ Ես առաջիկայում ունեմ շատ հետաքրքիր վլոգ։ Բոլոր նրանք, ովքեր դիտում են ինձ, բայց չեն բաժանորդագրվել իմ էջին, խնդրում եմ արեք ինձ ձեր նվերը, բաժանորդագրվեք, ստեղծեք զանգակոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը թանկագիններս։ Բոլորիդ պինդ գրկում եմ եւ լիքը պաչիկներ եմ անում, շնորհակալ եմ, որ կաք ու ինձ հետ եք, եղեք առողջ եւ երջանիկ առայժմ։